Ամալիա Հովհաննիսյանի Լայֆրում հաղորդաշարի հերթական հյուրը բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանն էր, ով սոցիալական հարթակներում առավել հայտնի է Հայդալեկ անվամբ։ Նա անկեղծ խոսել է կյանքի ամենածանր փուլի մասին և ոչ միայն։ Տեսնում եմ նոր խաղի գովազդ, հրապուրվում եմ, ես միշտ գովազդներին տրվող մարդ եմ։ Խոսքն ազարտային խաղերի մասին է, ինչը սկզբից բերեց հաջողություն, մեկ շաբաթ հետո բերեց դժբախտություն, ու այդպես շարունակվեց համարյա 2 տարի։ Ես գիտակցում էի, բայց չէի կարողանում այդ ամեն ինչի միջից դուրս գալ։ Անընդհատ ստում էի, ասում էի էս վերջն ա, ընկերներս դա չէին հասկանում։ Մտածում էին վատ բան եմ անում ինքնակամ, դա ավելի էր ծանրացնում։ Ես համ էլ հոգեբանորեն վատ վիճակում էի, հարվածների տակ էի, դու խաղացող ես, խաղացողը միշտ կխաղա էդ մեկնաբանություններով։ Դա ընտրություն չի, դա հիվանդություն ա, մոլուցք ա, որից ազատվել հնարավոր ա, օրինակները շատ են։ Հիմա ավարտել եմ, բայց ես էլ իմ վրա վստահ չեմ։ Ըստ իս շատ մեծ ժամանակ պետք է անցնի, որ ես էլ էդ օրինակներից լինեմ, ուզում եմ ժամանակ անցնի, որ ես հստակ իմանամ վերջ։ Իմ համար ես կործանված էի ու սպասում էի, որ ինչ-որ մի բան պետք ա վերջանա։ Պարտքերը գնալով մեծանում էին, կային մարդիկ, ովքեր արդեն վտանգ էին ներկայացնում ինձ համար, կային մարդիկ, որ շանտաժ էին անում, ասում էին կտարածեն, էս մասին կխոսեն ու քանի որ դրա մեջ էի, վախենում էի։ Ես պապային ասեցի, էնպես չի, որ մերոնք միլիոնատեր էին, կարային ինձ օգնեին, բայց ինձ պետք էր մեջք, որ կարողանամ հասկանամ ոնց էդ ամեն ինչը դասավորեմ։ Իմ խնդիրն այն էր, թե մարդիկ ինչ կմտածեն։ Իմ պապան, մաման կարողացան ինձ հասկացնել, որ թքած ինչ կմտածեն։ Հիմա մեր ընտանիքը պետք է լուծի խնդիրը, ով ինչ ուզում ա թող խոսա։ Ուղղակի նստեցինք ու բլոկնոտի մեջ գրեցինք ամեն ինչով, պարտքը մի քանի էջ։ Երրորդ փուլը պարգատերերի հետ խոսելն էր, ում հետ կարող եմ ես, ում հետ պապան, նաև եղբայրս։ Չորրորդ փուլն աշխատանք անելն էր։ Պապան վարորդս էր այդ շրջանում, տանում էր այն բոլոր տեղերը, որտեղ գովազդների նկարահանումներն անում էինք, վերցնում էի շատ մատչելի գովազդներ։ Խոսք եղավ նաև սիրահարված լինելու մասին։ Այդ շրջանում 2 անգամ եղել ա, որ ուզել եմ վերջ դնեմ։ Հիմա ես սիրահարված եմ կյանքին։ Ես շատ լավ ընկերուհի ունեմ, ով ինձ համար քույր ա։ Իրա պապայի մահից մի քանի օր հետո ինքը փորձում էր իրա պապայի քարտից գումար հանել ինձ տար, որ ես պարտք տայի։ Էդ մարդն իրա կյանքի ամենավատ փուլում ուզում էր ինձ օգնել, ես իրան հիասթափեցնելու իրավունք չունեի։ Ամալիայի քո և Նինա Տիտանյանի մեջ սիրավեպ եղել է հարցին Ռաֆոն պատասխանեց. Չէ, այնքան սիրուն էր էդ ամեն ինչը, որ ես նույնիսկ հավատացել էի դրան։ Շատ կապված էինք, իրար հետ կոնտենտ էինք անում, բայց սիրահարված չէ։ Լույսը վառիր հաղորդման վերջին թողարկումը վերածվեց իրական տեղեկատվական պայթյունի։ Հաղորդման հյուրերն էին բլոգերներ Ռաֆիկ Համբարձումյանը, Հայդալեքը, Ելենա Վարդերեսյանը և դերասան Համլետ Չոբանյանը։ Սակայն այն, ինչ պետք է լիներ կարծիքների փոխանակում, վերածվեց լայնամասշտաբ քննարկումների, քննադատությունների և արդեն բացահայտ հակամարտության։ Մի քանի օր է ամբողջ համացանցը խոսում է հենց այս եթերի մասին։ Դերասաններն ու բլոգերները կարծես բաժանվել են 2 ճամբարի, և շատերի կարծիքով սա պարզապես սկիզբն է մի մեծ ճակերտավոր պատերազմի նրանց միջև։ Բուն սկանդալի պատճառը դարձավ Ռաֆիկ Համբարձումյանի եզրափակիչ խոսքը, որտեղ նա առաջին հայացքից հարգալից տոնով, սակայն բավական կոշտ բովանդակությամբ արձագանքեց Համլետ Չոբանյանի խոսքերին։ Համլետին շատ հարգեցի, սիրեցի, բայց իր խոսքում անընդհատ ասում ա, որ մեր դեմ բան չունի։ Բայց ամբողջ մոնոլոգի ընթացքում վիրավորում ա, էժան կոնտենտ անող դեգրադացված։ Ես չեմ համարում, որ մեր հասարակությունը դեգրադացվում ա, եթե թատրոն չի գնում։ Եթե թատրոն չի գնում, չի նշանակում դեգրադացված ա, ուրեմն թատրոնը էդքան հետաքրքիր չի։ Թող փորձեն իրենց մաքսիմումը անեն, մի քիչ ժամանակակից մտածեն։ Գնացողը գնում ա, բայց էդ մասն էլ ցավոք կմահանա։ Այս խոսքերը կայծակի արագությամբ տարածվեցին համացանցում, առաջացնելով բուռն արձագանքներ։ Շատ դերասաններ ու մշակույթի ներկայացուցիչներ Ռաֆոյի հայտարարությունները համարեցին վիրավորական, վտանգավոր և անթույլատրելի, նշելով, որ նման մոտեցումները արժեզրկում են մշակույթն ու թատրոնը։ Միևնույն ժամանակ բլոգերներն ու բազմաթիվ հետևորդներ հակադարձեցին, փորձելով բացատրել նրա խոսքերի էությունը։ Նրանց կարծիքով խոսքը թատրոնի դեմ չէր, այլ այն մասին, որ արվեստը պետք է քայլի ժամանակին համընթաց և չկորցնի կապը հասարակության հետ։ Սոցցանցերում կարելի է տեսնել սուր մեկնաբանություններ, փոխադարձ մեղադրանքներ և նույնիսկ անձնական հարձակումներ։
Ոմանք կանգնել են դերասանների կողքին, պաշտպանելով դասական արվեստը։ Մյուսները բլոգերների, շեշտելով, որ ժամանակները փոխվել են, իսկ կոնտենտի ձևերն էլ նույնքան։ Հայտնի դերասաններ ու բլոգերներ մեկը մյուսի հետևից արտահայտվում են, փորձելով պաշտպանել իրենց դիրքորոշումը կամ հակադարձել հնչած մտքերին։ Դերասանուհի Անահիտ Մանուկյանն իր գրառմամբ ընդգծել է արվեստի հավերժական արժեքը՝ միաժամանակ խաղաղ, բայց ուղերձով լի տոնով։ Արվեստը, թատրոնը միշտ են ապրել ու հրաշալի կլինի, որ ապրեն նաև մեր բոլորի կյանքում։ Նա նաև անձնական հրավեր է ուղղել Ռաֆիկ Համբարձումյանին ներկա գտնվելու այն ներկայացմանը, որտեղ խաղում են տաղանդավոր դերասաններ։ Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը, ով նաև արվեստի պատմության ուսուցչուհի է, հարցին մոտեցել է կրթական տեսանկյունից։ Ինքս լինելով արվեստի պատմության ուսուցչուհի, իմ նպատակն արվեստը սիրել, ստիպելը չէ, եթե ոչ մաքսիմալ, ապա գոնե մինիմալ գիտելիք փոխանցելն արդեն մեծ գործ է։ Նա նաև ընդգծել է. «Ճիշտ մարդը այս պատմության մեջ նա է, ով չի իջեցնում ուրիշի աշխատանքը»։ Ամենակոշտ արձագանքներից մեկը պատկանում է դերասանուհի Վիկտորիա Սահակյանին։ Թատրոնը առաջացել է մոտավորապես մ.թ.ա. 350 թվականին, բլոգինգը 1990-ականներին, իսկ Հայաստանում վերջին տարիներին ա սկսել թափ հավաքել։ Նենց որ մի 2000 տարի զբաղվեք, հետո եկեք շփվենք։ Դերասանուհի և բլոգեր Ռուզաննա Մանուչարյանը փորձել է կամուրջ կառուցել երկու կողմերի միջև։ Թատրոն գնացող հասարակությունը չի մահանա։ Թատրոն գնացող հասարակությունը չի մահացել անտիկ դարաշրջանից։ Միաժամանակ նա բարձր է գնահատել նաև բլոգինգով զբաղվողների աշխատանքը, ընդգծելով, որ ոլորտները կարող են գոյակցել առանց միմյանց արժեզրկելու։ Իսկ բլոգեր Նինա Տիտանյանը անդրադարձել է հաղորդավարների մասնագիտական ու էթիկական պատասխանատվությանը։ Միտքը, որ Ռաֆոն արտահայտել ա թատրոնի մասին, համաձայն չեմ, որովհետև ես ինքս գնում եմ թատրոն, ներկայացումներ նայում եմ։ Ունենք հոյակապ թատրոնի դերասաններ, բայց եթե նայենք ֆուլ հաղորդումը, 3 մարդ նստած կոնկրետ արժեզրկում են մեր աշխատանքը, էնպիսի կերպով, ոնց որ մենք անբարոյական լինենք առանց արժեքների։ Իսկ հենց ինքը Ռաֆոն իր ինստագրամյան հարթակում նման գրառում էր արել. «Ինձ շատ դժվար է նեգատիվ տալը և ստանալը, ինձ հոգեպես դժվար է, բայց ցավոք արդեն քանի տարի է ինձ շրջապատում են մարդիկ, ովքեր միայն ու միայն թունավորում, փնովում ու ինքնահաստատվում են ինձ վրա՝ օգտվելով իմ սրտացավությունից, բարիությունից ու ամենակարևորը՝ անկեղծությունիցս»։ Հայտնի բլոգեր Հայկ Մկրտչյանն էլ ինստագրամում տեղադրել էր այն լուսանկարը, որտեղ մերժել էր հաղորդման հրավերը։